Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գարդին Թոթյանը։ Արցախի տեղեկատվական շտաբն ահազանգ է հնչեցնում 2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը սառեցրել է Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, իսկ այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22,000 աշխատողների աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները։ Խնդիրը բազմիցս ներկայացվել է Հայաստանի կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը ավելի քան 550 միլիոն դրամ։ Սոցիալական խնդիրներին զուգահեռ առաջնահերթություն է նաև գերիների վերադարձի հարցը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ մեղադրանքներով դատական նիստը կշարունակվի այսօր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների այսօր դատարանը հրապարակելու է Վարդանյանի վճիռը։ Սակայն գերիների հարցը ստվերելու համար Բաքուն դաշտ է գցում այլ թեմաներ։ Օրինակ հրապարակում է Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը, որպեսզի ցույց տա խաղաղության իրենց ձգտումը։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հայտարարության համաձայն 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2,403,600 դոլարի ապրանք։ Տեղեկության համաձայն սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,11%։ Հիշեցնեմ, Ադրբեջանը նավթամթերք է սկսել առաքել Հայաստան անցյալ տարվանից։ Իսկ Բաքվից վերադարձած Վագիվ Խաչատրյանին կրկին վիրահատել են Վագիվի դուստրը Վերա Խաչատրյանը, գործընկերոջս հայտնել է, որ կրկին սրտի վիրահատություն է եղել։ Հիմա լավ է զգում, դեղեր է ընդունում։ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելը թույլ չտալու մասին հայտարարությունից ընդամենը 1 օր անց դատախազությունը քրեական գործ հարուցեց վեհափառ Հայրապետի դեմ և արգելեց նրան լքել երկիրը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածի համար։ Երեկ էլ մեկնարկել է եպիսկոպոսաց հավաքը առանց կաթողիկոսի։ Նրանք ուզում են այդ եպիսկոպոսաց ժողովը ցրեն, որպեսզի ինչպես որ եկեղեցու կանոնադրությամբ է ընդունված կամ օրենքով է ընդունված, որ որոշեց եպիսկոպոսաց ժողովը կամ ինչ որ որոշեց առհասարակ եկեղեցական ժողովը, այդպես էլ եկեղեցու դիրքորոշումն է կազմվում եւ եկեղեցին լինելով, ինչպես ասեցի, ինքնիշխան պետություն, ինքնուրույն իրավունքներ ունեցող, ինքը այդ իրավունքներով է շարժվում եւ ինչ որոշում որ կայացրեց իր եկեղեցու մեջ թեմայի կալառաշնորհ կհեռացնի, կարկալուց կանի կամ կփոխի կամ կտեղափոխի, դա արդեն եկեղեցու իրավունքն է։ Արգենտինայի հայկական կազմակերպություններն են դատապարտող հայտարարություն տարածել, նշելով, որ կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է։ Հայտարարությունում ասվում է, որ դարերի փորձություններով կոփված հայկական ինքնությունը չի կարող քայքայվել մեր ազգային էությանը հակասող գործելավոճով։ Եկեղեցին եւ պետությունը տարբեր մարմիններ են եւ այդպես էլ պետք է շարունակեն գործել փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռության մթնոլորտում, ասված է հայտարարությունում։ Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ հրատապ կոչ են կանում Հայաստանի իշխանությանը լիարժեք հարգել հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը եւ ներքին կառավարումը, երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների եւ կուսակցությունների իրավունքները առանց խտրականության եւ հալածանքի, պահպանել դատական համակարգի անկախությունը եւ քաղաքական բազմակարծությունը որպես ժողովրդավարության հիմք, վերականգնել հարգանքը եւ գործակցությունը հայկական սփյուռքի հետ, ընդունելով նրա պատմական դերը եւ անգնահատելի ավանդը ազգի համար։ Ջավախքից մի խումբ գործիչներ նույնպես հայտարարություն են տարածել հաջակցություն հայ առաքելական եկեղեցու եւ վեհափառ Հայրապետի։ Կոչ են արել համապատասխան մարմիններին դադարեցնել վեհափառ Հայրապետի եւ հոգեվորականների հանդեպ ճնշումները, ապահովել օրենքի եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, կանխել եկեղեցական կառույցների գործունեությանը միջամտելու վտանգավոր ընթացքը։
Իսկ ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել եւ անդրադարձել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօր փետրվարի 17-ին պետական այցով Հունաստան կատարելիք այցին։ Ըստ կոմիտեի հայտարարության Հայաստանի ներքին կյանքում արձանագրվող զարգացումները խոր մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի Հանրապետության նախագահը որպես սահմանադրության երաշխավոր պարտավոր է պաշտպանել քաղաքացիների իրավունքները եւ ապահովել քաղաքական առողջ մթնոլորտը, հայտարարել է ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեն ու շեշտել, որ չի մասնակցելու միջոցառումներին ու հանդիպումներին։ Ներկա իշխանության վարքագիծը պատճառ է դառնում ազգային արժեքների նսեմացման, Ադրբեջանի նկրտումների դիմաց իջողական ընթացքի եւ քաղաքական օրակարգից Արցախի հիմնահարցի ամբողջական դուրս մղման։ Շարունակվող քաղաքական ճնշումները ընդդիմադիր անձանց եւ հասարակական գործիչների նկատմամբ հիմնարար իրավունքների սահմանափակումները եւ հասարակական պառակտման խորացումը վտանգում են երկրի ժողովրդավարական հիմքերը։ Դժբախտաբար նախագահի ներկա կեցվածքն ամբողջությամբ համընկնում է գործող իշխանության քաղաքական ուղեգծին, զուրկ հավասարակշռությունից եւ համերաշխությունից։ Այս պայմանում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահի հետ նախատեսվող հանդիպումներին եւ միջոցառումներին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմից։ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիրը ստորագրել է փետրվարի 16-ին։ Փետրվարի 4-ին էլ Իվանովը հրաժարական էր տվել նաև շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից, որն զբաղեցնում էր 2016-ից։ Իսրայելը նախատեսում է Համասին 60 օր տրամադրել զինաթափման համար։ Հակառակ դեպքում իսրայելական բանակը կվերսկսի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ավագ խորհրդական է նրա։ Պաշտոնյայի խոսքով ժամկետը կարող է սկսվել պտտվել Խաղաղության խորհրդի գագաթնաժողովից սկսած, որը տեղի կունենա փետրվարի 19-ին։ Թել Ավիվը պնդում է, որ պաղեստինյան խմբավորումը պետք է հրաժարվի բոլոր զինատեսակներից, այդ թվում AK-47 ինքնաձիգներից։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին։ Նրա խոսքով Չինաստանը մեծ երկիր է, այն ունի 1 միլիարդից ավելի բնակչություն, աշխարհի 3-րդ խոշորագույն տնտեսությունը եւ միջուկային զենք։ Նրա խոսքով խելահեղություն կլինի, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը չունենան դիվանագիտական հարաբերություններ։ Մահացել է կինոդերասան Ռոբերտ Դյուվալը, ամերիկյան կինոմատոգրաֆիայի աստղը 95 տարեկան էր, մահվան լուրը հայտնել է նրա կինը Լուսիանա Դյուվալը, նշելով, որ Ռոբերտը մահացել է կիրակի իր տանը։ Դերասանին լայն ճանաչում էր բերել հատկապես Թոմ Հագենի կերպարը Կնքահայր ֆիլմում։ Եվ վերջում եղանակի մասին, ձյուն ու անձրև չի գա, օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա եւս 2-3 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։